Ինչու են կարողանում այդքան հեշտորեն դատապարտել, բայց դժվարությամբ ներել։ Դա գալիս է առաջին մարդուց, Ադամից։ Երբ Աստված հարցեց Ադամ, միթե պտուղը կերաք, ինչ ասեց Ադամը։ Չասեց այո, ասեց ես չէի։ Դու ես մեղավոր։ Եթե դու Եվային չտայիր, ես չէի ուտի։ Եվա դու ինչ ուկերար, ասեց ես չեմ։ Օծն է, որ դու ստեղծել ես։ Այսինքն մարդ ինքը միշտ փորձում է այդ ձևով խուսափել պատասխանատվությունից, դրա համար ավելի հեշտ է մեղադրել, քան խոստովանել։ Որտեղ մարդը վախում է։ Երեխան տես մի անգամից ինքը ասում է ես չէ, ու ինքը սուտ է հորինում։ Ոչ թե որ ինքը ուզում էր, այլ այդ ինքնապաշտպանության բնազդը բերում է դրան։ Ադամն էլ չէր ուզում Աստծուն մեղադրել, բայց ինքը պատժից վախեցավ, ինքը չասի որ Աստծո հարցը սեր էր պարունակում, որ Ադամ տղաս ինչու արեցիր։ Փոխիր հետ դարձնեց, բայց Ադամը չանդրադարձավ, ինչեւ որ դրախտից դուրս դրվեց։ Այնպես էլ մենք միշտ քննադատում ենք ուրիշներին, մենք մեր մեղքերը չենք ուզում տել։ Նույն բանը մենք անում ենք, պարզապես մենք հեղինակավոր ենք, մեզ ճանաչում են, ասում են հա դե տենց էլ տինում, չէ՞, ասենք հարուստ արած մեղքերը ճիշտ են, աղքատինը միշտ սխալ են, չէ՞։ Բայց Հիսուս ասում է մինչև քո աչքերի մեջի գերանները չտեսնես, եղբորդ աչքի շուղերի մասին մի խոսել։ Դրանք շատ կարևոր է, որ մարդը տեսնի, որ դու ինքնակնությամբ զբաղվես, ինքն երբ որ դու քո մեղքերը տեսնես, ժամանակ չես էլ ունենա ուրիշների մեղքերը տեսնել։